Уважаемые главы государств, Գոյություն ունի Եվրասիական տնտեսական միությունը, թե ոչ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցն այսօր կառավարության նիստում եւ ճեպազրույցի ժամանակ համարեց ստուգման ենթակա։ ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ինչ անենք։ Չկա։ Չի։ Նման մի հարց էլ 2022-ից հետո Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ կապված էր բարձրացրել, երբ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից հետո դաշինքից արձագանք չեղավ, Հայաստանը սառեցրեց անդամակցությունը։ ԵԱՏՄ մասով Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ամեն դեպքում Հայաստանը համարում է, որ տեղի ունեցողը թյուրիմացություն է, իրավիճակն էլ անշրջելի չէ։ Հայաստանը Եվրասիական միությունից դուրս գալու խնդիր չի դրել, կառավարությունն էլ աշխատում է, որ ծագած խնդիրները լուծվեն։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ Վարչապետ Փաշինյանն ասաց, պատրաստվում է այս հարցերն առաջիկայում քննարկել Եվրասիական միության ձևաչափում, թեև չհստակեցրեց, թե երբ է քննարկելու հարցը, սակայն հայտնի է, որ այս օգոստոսի սկզբին Ղրղըզստանում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու մասին Փաշինյանը դեռ անցած շաբաթ էր հայտնել։ Բացի արտահանումից, Փաշինյանն ասաց, իր բացակայությամբ ընդունված հայտարարությունը եւս պետք է քննարկման առարկա դառնա։ Այսինքն մենք պետք է հասկանանք Եվրասիական տնտեսական միության ցանկացած երկիր, ցանկացած երկրի հետ կապված կարա sense որոշումներ կայացնի եւ ուղղակի տես մի օր արտնանալ որոշումներ կայացնել իմ գնահատմամբ եթե այս հարցի պատասխանը այո է ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին Մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովին, որում ընդունվեց Հայաստանին վերաբերող հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը չէր գնացել, պատճառաբանելով, թե քարոզարշավի թեժ շրջանում է։ Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հենց այս գագաթնաժողովի ավարտին էր, որ Ռուսաստանի նախագահը եւ ԵԱՏՄ մյուս 3 երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին եւ Հայաստանին հորդորեցին Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Իսկ այս դեկտեմբերին սպասվող ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում ասացին Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի։ Երևանից արձագանքեցին, թե հանրաքվեի պահը չի հասունացել։ Վլադիմիր Պուտինը խորհրդարանական ընտրություններից հետո դեռ Փաշինյանին չի շնորհավորել։ Փոխարենը կարճ ժամանակահատվածում հերթով արգելվեցին հայկական գյուղատնտեսական հիմնական արտադրանքները՝ ծաղիկներից մինչև պտուղ բանջարեղեն, ջերմուկից մինչև ոգելից խմիչքներ, ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Ռուսաստան արտահանման սահմանափակումներից հետո կառավարությունը աջակցության մի քանի ծրագրեր է առաջարկել արտահանողներին, հիմնականում սուբսիդիաներ եվրոպական ուղղությամբ արտահանողների համար։ Ովքեր են կարողանում օգտվել այդ աջակցությունից, ովքեր ոչ, դեռ հստակ պատկեր չկա, բայց կառավարության անդամներն այսօրվա նիստում հայաստանյան ներքին շուկայի գներն էին իրավիճակի ցուցիչ համարում։ Էժանացել են միայն ծաղիկն ու լոլիկը, մյուս ապրանքների մասով գնանկում չկա։ Առանձնահատուկ գնանկում չի նկատվում եւ արկա բերքը կամ շուկայում ամբողջովին վաճառվում է կամ արտահանվում է։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է ներքին շուկայում ծիրանի դեռևս բարձր գները չի կարելի համարել ցուցիչ։ Ծիրանը հասունացել է համեմատաբար ավելի ուշ եւ թանկ է առաջին ծիրանը։ Իրավիճակը արդեն հստական է հաջորդ շաբաթվա ընթացքում։ Գյուղացիների եվրոպական շուկաներ մուտք գործելը չափազանց դժվար է պատկերացնել, բացի կապերի բացակայությունից, լոգիստիկ եւ լեզվական խոչընդոտներից Եվրամիության շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ թույլտվությունները չկան։ Հայաստանում չկա նաեւ լաբորատորիա, որի արդյունքները Եվրամիությունը կընդունի։ Այդ խնդիրները կարելի է լուծել, այո, ԵՄ-ից, եթե հանձնարարություն ունի, X լաբորատորիան կարճ ժամանակահատվածում գա Հայաստան եւ սկսի այդ գործը իրականացնել տեղում։ Եթե այս խնդիրները չլուծենք, մենք գյուղ ոլորտում բավականին լուրջ անկում ենք ունենալու, որը հնայի մոտ 7-ից 8%-ն է կազմում։ Դրան գումարած գյուղատնտեսական աշխատանքներում է զբաղված մեր բնակչության մոտավորապես 30%։ Այսինքն այս մարդկանց կենսամակարդակի էական վատթարացում ենք ունենալու։ Այդ վնասը կրճատելու եւ գյուղ ոլորտի այդ ցիկլը, այսպես ասած, պահպանելու համար պետք է նոր քաղաքական պայմանավորվածություններ ռուսական կողմի հետ։ Միաժամանակ շարունակելով ԵՄ-ի հետ
տարբեր ուղղություններով ակտիվ աշխատանք, լաբորատորիաներ, շուկաներ եւ այլ ուղղություններով։ Միայն մի քանի միլիարդ հատկացնելով ծաղիկների կամ տարբեր մշակաբույսերի տրանսպորտի համար դա բավարար չէ։ Դիվերսիֆիկացումը ավելի երկարաժամկետ աշխատանք է անհրաժեշտ։ Մենք ավելին ունենք, նրանք մինչև այս պահը տեղից չեն շարժվում։ Իրավիճակը փոխվեց, երբ որ ռուսական կողմը կտրուկ քայլերի գնաց։ Իրենց թվում էր, որ ռուսական կողմը մշտապես բաց է պահելու շուկաները եւ իրենք դիվերսիֆիկացման խնդիրը այսպես կասեն, բայց լուրջ ուշադրություն չեն դարձնում։